Արդյոք գոյություն ունի հայկական գեն հասկացությունը։ Շատ հաճախ ենք մենք լսում այդ արտահայտությունը։ Դա ինչ է, գեների որոշակի հաջորդականություն է եւ ինչ որ ձևով գուցե առանձնանում է, կան հետազոտություններ, որոնք դա փաստում են կամ հերքում են, եւ ինչն է մեր դիմանկարը գենային առումով այդպես առանձնացնում։ Եվս մեկ միֆ։ Ահա, պարզվեց եւս մեկ միֆ։ Եթե նորից մենք գնանք այդ ուղղությամբ, մենք արդեն չենք զիջի աներին նացիստական Գերմանիայում գտնվող նացիստներին, որովհետև նրանք արիացիներ էին ամեն ինչին վերացում, իրանք մենք էլ հայուգեն ենք տնում դրա անունը։ Թեկուզ մենք արիացի ենք, բայց բացարձակացնել, որ հայուգենով պայմանավորված այս հատկանիշը, հայուգենով պայմանավորված այն հատկանիշը, տենց չկա տենց հստակություն, որ կար մի հատ էթնիկ խումբ, որ մենք ունեցել ժամանակին կատարվեց մեծ հետազոտություն, ստուգվեցին, հետազոտվեցին Հայաստանում, Հայաստանի տարբեր ռեգիոններում ապրող մեր ազգաբնակչության գեները ստուգվեց, Վրաստանում ապրող մեր հայրենակիցներին ստուգվեցին, Արցախում ապրող հայերին ստուգվեցին եւ փորձեցին գտնել ընդհանրություն կա, նաեւ Թուրքիայում ապրող հայերից ընդհանրություն կա, բայց դա ոչ մեզ առանձնացնում է, ոչ մեզ դարձնում է յուրոհատուկ ինչ-որ մի ազգ, կա ընդհանրություն մեր մեջ։ Զուտ միայն։ Զուտ ընդհանուր մեկ բան, որ մենք մեկ պոպուլյացիայի ներկայացուցիչներ ենք։